դատախազի որոշման երկրորդ էջի երկրորդ պարբերությունից մի հատված։ Սահմանադրական դատանի նախագահ Արման Դիլանյանի վերաբերյալ հայտնել է, որ նա դատավոր չէ, այլ հանդես եկել որպես ահաբեկիչ, վասկան ահաբեկիչ։ Մեկ այլ նախադասությամբ, Սահմանադրական դատանի փոխնախագահ Վահե Գրիգորյանի մասին տարածել հաղորդավոր տեղեկություններ այն մասին, որ վերջինս Սահմանադրական դատանի դատավոր չէ, ընտրվել է ապօրինաբար, չի ստանում ստացիոնար բուժում։ Արման Դիլանյանը ՍԴ դատավոր և Վահե Գրիգորյանը սահմանադրական դատարան չեն։ Նրանք սահմանադրական դատանի կոնկրետ դատավորներ են, ովքեր ունեն անուն ազգանուն, որոնք սահմանադրական դատանի մասին սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածում որևէ մեկին հաղորդում չեն ներկայացրել, որ իրենց պաշտոնական գործունեության հետ կապված, իրենց լիազորությունների հետ կապված խնդիրների են հանդիպել։ Հիմա մի ուրիշ մարդ, որը կապվում իր լիազորությունների հետ, նամակ է գրում գլխավոր դատախազին, վարույթ է նախաձեռնում, այդ մարդիկ նույնիսկ ուժով չեն ճանաչում։ Իդեպ ասեմ, որ այդ պարոն Դիլանյանը, պարոն Գրիգորյանը և նշված մյուս դատավորները տեղեկացնում են դատարանին, որ որևէ քաղաքացիական հայց չեն ներկայացրել վիրավորանքի մասով, այսինքն նրանք նույնիսկ չեն էլ վիրավորվել։ Նրանք չեն զգացել, որ իրենց պաշտոնական պարտականությունների հետ կապված խնդիրներ է առաջացել։ Մեկ էլ պարզվում է, որ վարույթ է նախաձեռնել, ես մեղադրյալ եմ, բայց ուժով չկա, այսինքն ինչ է նշանակում, որը շահով է։ Ինստիտուտ որևէ իմաստով չի, որ Հարգարժան հանրային մեղադրումն ասում է, որ դատական իշխանության սահմանադրական դատանի նկատմամբ վստահությունը պակասել է, այս դատականության ընթացքում կպարզվի, այդ վստահությունը իմ հայտարարություններից են նվազել, ֆինանսկայացած որոշումներից են։ Եթե նրա ընթացքում կպարզվի։ Այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ եթե կա որևէ մեկը ուժով, այդ ուժովին պետք է նախին կհայտնի, որ իսկապես ուժով է, եւ այդ որոշումը պետք է պատշաճ վարույթային գործողություններ իրականացում, կայացվել համապատասխան փուլում, հենց նոյեմբերի 1-ին, այսինքն որ հանրային իրական հետապնդում է նախաձեռնել։ Եվ ես կամ ուշացնելու պարագայում, ես կարծում եմ, եթե ուժով չկա, կարծում եմ պետք է շատ արագ ավարտվի։ Շնորհակալություն։